Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, շնորհակալ եմ, որ գտել եք ժամանակ եւ միացել եք հրատապ եթերի իմ կոչին, ինչպես որ անոնսել էի իմ կոչում, այս եթերը հրատապ է, կհասկանաք ինչու եւ նվիրված է լինելու Սերժ Սարգսյանի դեմ Նիկոլ Փաշինյանի կողմից խոդի տված ռեպրեսիվ ապարատի նոր դրսևորումների, զավեշ տալի դրսևորումների։ Մեկ-երկու վայրկյան ոտներս կախկցենք մինչև մեր հայրենակիցները մեզ միանան եւ ես ձեզ ներկայացնեմ իրողություններ, որոնք տեղի են ունեցել երեկ եւ այսօր կապված Հայաստանում շարունակվող քաղաքական հետապնդումների, մասնավորապես այդ հետապնդումների դրսևորումների մասին Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Հանրապետականի ղեկավար Սերժ Սարգսյանի նկատմամբ։ Եվ այսպես, ինչպես գիտեք, երեք տեղեր ունեցել Հայաստանի դատական իշխանությունների պատմության մեջ երևի թե ամենանախադեպ երևույթներից մեկը, մի մարդու 3 անգամ հրավիրել են դատարան։ Երրորդ նախագահը 3 անգամ իր թիմակիցների, փաստաբանների հետ միասին ներկայացել էր հակակոռուպցիոն դատարան 3 անգամ օրվա ընթացքում։ Սերժ Սարգսյանի դեմ հարուցած 4 շինծ ու քրեական գործերը հիշեցնեմ, որ միավորվել էին 2 գործի մեջ եւ 3 անակնկալ կերպով 2 այդ գործերով դատարանը դատախազության միջնորդությամբ հրավիրել էր դատական նիստեր, որոնցից մեկը հետաձգվեց, իսկ հետո նորից կայացավ։ 3 դատարաններում քննվում էր դատախազության միջնորդությունը, հիմար շինծ ու հորինված վիրավորական մեղադրանքով կամ պատրվագով ավելի ճիշտ, այն է Սերժ Սարգսյանը պատրաստվում է հեռանալ երկրից եւ չվերադառնալ զավեշտալի հիմնավորմամբ, նախ երրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու եւ կրկին բացակայելու արգելքը վերականգնելու համար, ինչը թույլ չի տալիս նախագահին արդեն երկար ժամանակ թե անձնական, թե քաղաքական հարցերով մեկնել Հայաստանի Հանրապետությունից։ Այնքան էր նիկոլական պրոպագանդան, նիկոլական ապարատը, Նիկոլա անձամբ այդ խնդրով շահագրգիռ, որ անգամ դատավորներից մեկին իր հարազատի սքո արարողություններից կտրել, բերել էին եւ փաստացի ստիպել էին նիստ անցկացնել։ Իմ ցավակցությունները այդ ընտանիքին։ Ի պատիվ երեկվա նիստերի ընթացքում դատարանի դրսևորած կեցվածքին, դատարանները այնքան անհիմն էին գտել այդ զավեշտալի մեղադրանքները կամ այսպես կոչված տեղեկությունները, որ որևէ մի դատարան այդ տեղեկությունները չբավարարեց եւ երեք Սերժ Սարգսյանը կարողացավ պաշտպանել իր իրավունքները դատարաններում եւ սեկտը այսպես կոչված բաց մնաց նախագահի։ Երեկոյան վերադարձանք գրասենյակ եւ բոլորս մտորում ենք ինչով է պայմանավորված այս նոպան, Նիկոլայի այս նոպան ամեն կերպ, ամեն գնով նորից փակել երրորդ նախագահի սեկտը եւ արգելել նրան լքել երկիրը։ Պարզ է, չէ, որ ինչպես նախագահը երեք ասեց, անգամ մահապատժի դատապարտվելու դեպքում նա երբեք չի լքելու Հայաստանը։ Սա մեր երկիրն է, ոչ թե սրանց երկիրն է։ Եվ կանխատեսում էին, որ այսօր եւս մի քայլ նիկոլական ռեպրեսիվ ապարատը կձեռնարկի, ինչը եւ տեղի ունեցավ։ Այսօր ցերեկը նախագահին հրավիրել են քննչական մարմիններից մեկի գրասենյակ եւ ներկայացրել են մի նոր զավեշտալի մեղադրանք, զուտ որպես պատրվակ, զուտ որպես առիթ, որպեսզի այդ հիմքով արդեն նախաքննության ընթացքում արգել են նախագահի բացակայությունը, արգել են նրան մեկնել Հայաստանից եւ այդպիսի մեղադրանքով Սերժ Սարգսյանը այսօր ցերեկվանից նորից գտնվում է այդ ապօրինի ակնհայտ քաղաքական սանկցիայի տակ։ Ինչին է վերաբերում այդ մեղադրանքը։ Երևի թե տեսել եք արդեն նախագահի պաշտպան Աբրահամ Մակինյանի արձագանքը, եթե ոչ, ապա անմիջապես մեր եթերից հետո ես կդնեմ այն որպես հղում եւ կխնդրեմ ծանոթանալ, առայն որ այդտեղ որևէ իրավաբանություն հերթական անգամ չկա։ Ներեցեք։
Որպեսզի դուք հասկանաք ինչի մասին է խոսքը, ապա փորձեմ ես էլ մարդավարի լեզվով մանրամասնել, այսպես ասած։ 2019 թվականին Ողորմած հոգի Միքայել Բաղդասարովի արձակագրությունների ընթացքում նախաքննական մարմինը սխալ թարգմանությամբ կորզել էր որոշակի, այսպես ասած, ցուցմունքներ երրորդ նախագահի դեմ։ Հետո, երբ որ երես-բերես են արել, առերեսում են արել նախաքննական մարմնում Սերժ Սարգսյանին եւ լուսահոգի Միքայել Բաղդասարովին, ապա այդտեղ այդ ցուցմունքից պարոն Բաղդասարովը հրաժարվել է եւ հիմնավորել է, որ այն արձանագրվել է սխալ կերպով, որովհետեւ գիտեք, նա ռուսախոս էր եւ սխալ թարգմանության կամ ուղղորդված սխալ, եթե ավելի այդպես ուղիղ խոսենք, թարգմանության արդյունքում այդպիսի զավեշտալի մեղադրանքներ տեղ էին գտել արձանագրության մեջ։ Մի խոսքով Միքայել Բաղդասարովը այդ ցուցմունքը տվել էր, սխալ էին թարգմանել, հետո նա այդ թարգմանության հիման վրա հրաժարվել էր այդ ցուցմունքից առերեսման ժամանակ եւ այդ թեման մեռել էր, չկար ընդհանրապես։ Միքայել Բաղդասարովի այդ առնչվող գործի կապակցությամբ 2025 թվականին արդեն այս տարի, խնդրում եմ ֆիքսել 6 տարի անց, այդ քրեական գործը ուղարկվել է դատարան եւ հիմա դատաքննության փուլում է։ Ամենակարևորն այն է, որ այսօր Սերժ Սարգսյանին վերագրված դրվագը այդ գործի մեջ, դատարան ուղարկված փաթեթի մեջ գոյություն չունի, չկա։ Այսինքն 19 թվականին իրենք ստացել են որոշակի ցուցմունքներ, այդ ցուցմունքները պարզվել է, որ սխալմունքի, այսպես ասած, ճակերտավոր արդյունք են իրենց կողմից, եւ այնքան ակնհայտ էր, որ այդտեղ թեմա չկա, պրոբլեմ չկա, Սերժ Սարգսյանի վրա չեպե չկա, կեղծ չկա, որ անգամ իրենց հորինված շինծու ընդհանուր գործի մեջ այդ թեման չեն ներառել։ Իսկական այդ դրվագը գոյություն չունի դատական ատյանին փոխանցված գործի մեջ։ Եվ այսօր 6 տարի անց, հիշելով, որ 19 թվականին ինչ որ մի բան կարող էին բստրել կամ բստրել էին, հետո ծակվել էին, բռնվել էին, որ խաբում են, բայց այնուհանդերձ վիզ պետք է Սերժին արգելել մեկնել երկրից, այդ դրվագով կանչել են եւ նոր մեղադրանքի առիթով փակել են նախագահի մեկնելու իրավունքը։ Բազմաթիվ հարցեր են առաջանում, չէ՞ ձեզ մոտ, այսինքն 6 տարի հետո այդ դրվագով հիմա այդ մեղադրանքի առաջադրումը, եթե նայենք, ենթադրենք դիցուկ իրավաբանության աչքերով, ինչ Հայաստանում վաղուց գոյություն չունի, ապա ինչ հարցեր կարող են առաջանալ։ Հարց առաջին. եթե 19 թվականից հայտնի ձեզ դրվագը իրոք պարունակում էր քրեական հետապնդման հիմքեր կամ կասկածներ, ինչու այդ դրվագը տեղ չի գտել 25 թվականի հունիսին դատարան փոխանցված գործի մեջ։ Այստեղից պատասխան էր, չի գտել տեղ, որովհետև այդտեղ քրեական որևէ հիմք չկա, շատ տրամաբանական պատասխան է, այդ դեպքում առաջանում է հաջորդ հարցը, իսկ ինչու է հիմա 6 տարի անց այդ դրվագով նախագահին առաջադրվել մեղադրանք։ Երկրորդ պատասխանը այն է, որ այդ հիմքում եղել է դիցուկ քրեական էլեմենտ եւ դուք 6 տարի թաքցրել եք այդ քրեական ներեցեք տարը հիմքը եւ դատարան ուղարկված փաստաթղթերի մեջ չարամտորեն այն չեք ներառել, թաքցրել եք հնարավոր վերագրվող հանցագործությունը։ Ակնհայտ է, չէ, որ երկու պատասխաններից այն կողմ ուրիշ պատասխան չկա, կամ այնտեղ չեպե չկա, դուք հիմա նախագահի գլխին սարքելու համար ուրիշ թեմա չեք ունեցել եւ չեք հորինել, հանել եք փոշոտ դարակներից մի դեֆեկտավոր, այսպես ասած, բան, փաստաթղթեր եւ փորձել եք դրա հիման վրա նախագահին արգելել մեկնել երկրից, կամ էլ եղել է հանցագործություն, որ դուք 6 տարի պարտակել եք փաստորեն, չուղարկելով այն ժամանակին դատարան։ Չէ, իհարկե կա նաև երրորդ տարբերակը, որը զավեշտալի կարող է թվալ, բայց հաշվի առնելով, որ այս ամբողջը զավեշտալի է, որ լուսահոգի Միքայել Բաղդասարովը վերակենդանացել է եւ նոր ցուցմունք է տվել երրորդ նախագահի դեմ։ Չեմ զարմանա, եթե պարզվի ես ձեր փաստաթղթերի, որ երրորդ տարբերակի վրա եք հողում անում իհարկե։
Աստված հոգին լուսավորի նորից ասենք։ Այսինքն այս ամբողջ պատմությունը ծագել է երեկվանից, երբ որ նախագահ Սարգսյանին փորձել են դատական ատյաններով արգելել մեկնել երկրից, հետո տեսել են, որ իրանց բերած հիմնավորումները, դատախազության բերած հիմնավորումները այնքան զավեշտալի են ու դատարկ, որ այդ հիմնավորումներով դատարանները եւ ոչ մեկ դատարաններ չի բավարարել այդ միջնորդությունը, ափալ-թափալ գիշերը մտածել եք, թե ոնց կարելի է Սերժի գլխին փորձել նորից սարքել եւ ոչ մի բան ձեր մտքով չի անցել, քան այս հերթական անտաղանդ խայտառակ բեմադրությունը։ Առհասարակ, եթե Նիկոլ Փաշինյանը լիներ սերիալների ռեժիսոր կամ սցենարիստ, ապա նա կարող էր հավակնել աշխարհի ամենաանտաղանդ, ամենաձանձրալի, ամենախայտառակ ռեժիսորի կամ սցենարիստի կոչմանը։ Ցավոք սրտի ինքը չի զբաղվում կինոյով, իսկ իր նկարած կինոն ողբերգություն է, որը տեղի ունենում Հայաստանում իր ռեժիսորությամբ, իր սցենարով եւ նույնքան անտաղանդությամբ, որքան արյունալիությամբ եւ անարդարություններով, ինչևէ։ Սա է ամբողջ պատմությունը, նախագահ Սարգսյանին այսօր արգելել են մեկնել, հանել են, այսինքն արգելել են մեկնել երկրից, այն դեպքում, երբ որ, սա էլ ուզում եմ հատուկ շեշտել, երբ որ նախորդիվ երկու դատարաններն էլ նման թույլտվություն տվել էին, հաշվի առնելով, որ բազմաթիվ հանգամանքներ։ Հիշեցնեմ, որ այդ նիստերը անց են կացվել դռնփակ, այսինքն պարունակել են նաև անձնական կյանքին վերաբերող դրվագներ, եւ այդ դրվագների հիմքով են դատարանները թույլատրել նախագահին մեկնել արտերկիր։ Այսօրվա նիկոլական ջղակցկումը, նոպան այսպես ասած, այսինքն երեկվանից սկսած նոպան, հանգեցրել է նրան, որ Սերժ Սարգսյանը ոչ անձնական, ոչ էլ քաղաքական, սա հատուկ ուզում եմ շեշտել, հիմքերով, հիմնավորումներով նորից չի կարող մեկնել երկիր։ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության լիիրավ քաղաքացի է, որի անձնական կյանքը անձեռնմխելի է եւ որ ունի նաեւ համապատասխան բազմաթիվ իրավունքներ եւ ազատություններ, այդ թվում տեղաշարժման ազատությունը, որը բիրտ կերպով այսօր սահմանափակվեց նիկոլական ռեպրեսիվ ապարատի կողմից։ Իդեպ ուզում եմ առիթից օգտվել նաեւ շնորհավորել երկրորդ նախագահի որոշ քարոզչական թիմի որոշ ներկայացուցիչներին, որոշ աջակիցներին, որոնք մոռանալով, որ իրենց ղեկավարը արդեն ամիսներ է ինչ ունի թույլտվություն մեկնել արտերկիր եւ ազատ օգտվում է փառքասու այդ հնարավորությունից, սևեռվել էին այն փաստի վրա, որ տեսեք Նիկոլը թողեց, որ Սերժը մեկնի արտերկիր, Սերժի սեկտը բացեցին, տրալալա, լալալա, տեսեք, որ եւ այլն, իրանք իրար հետ իբր կապված են եւ այլն, մոռանալով, որ իրենց ղեկավարը, իրենց երկրպագած քաղաքական առաջնորդը վաղուց, չեմ ուզում հիշեցնեմ ինչ պրոցեսի արդյունքում, այնուհանդերձ վաղուց ունի երկրից բացակայելու թույլտվություն հենց այս նիկոլական իշխանությունների կողմից, այնին Սերժ Սարգսյանը այսօր զրկվեց այդ թույլտվությունից։ Սրտներդ երևի հովացան, ոչ այդքան հարգելի ընդդիմադիր եւ ոչ այդքան գործընկերներ, շնորհավորում եմ ձեզ, Նիկոլ Փաշինյանը կատարեց ձեր երբեմնի երազանքը եւ ի տարբերություն երկրորդ նախագահի, երրորդ նախագահը զրկված է հիմա երկրից մեկնելու հնարավորությունից, թե անձնական, ինչպես արդեն ասացի, թե քաղաքական օրակարգերով։ Այն դեպքում, որ հանդիսանալով Հայաստանի Հանրապետության ամենամիջազգայնացված կամ միջազգայնացված կուսակցություններից մեկի, նկատի ունեմ նաև Հայ-հեղափոխական դաշնակցությանը, ղեկավար, նա ներկայացրել է եւ շարունակում է ներկայացնել Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մեր բազմաթիվ գործընկերների մոտ։ Ընդհանրապես շեշտեմ մեկ հանգամանք, հրավիրելով նաև եվրոպական մեր գործընկերների ուշադրությունը առ այն, որ այդքան որ տարված եք Նիկոլով, ինքնախապեյությամբ զբաղվում եք ինքներդ եւ խափում եք մեզ բոլորից, որ իբր Հայաստանում ժողովրդավարություն է, էլ չասեմ, որ իմ մոտը տենց բաներ չխոսեք, հիշեցնեմ ձեզ, որ Սերժ Սարգսյանը այս արգելքի պատճառով 3 տարուց ավել տևած արգելքի պատճառով եւ հիմա վերադարձրած արգելքի պատճառով չի կարողացել մասնակցել ԵԺԿ 3 համագումարներին, լինելով ԵԺԿ անդամ կուսակցության ղեկավար։
այսինքն սեկտը փակ լինելու պատճառով Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավարը եւ կուսակցությունը իր բարձրագույն մակարդակով չեն կարողացել ներկայանալ եվրոպական իշխող կուսակցության համագումարներին։ Էլ չասեմ, որ այդ սահմանափակումը տարածվում է նաեւ այլ ուղղություններով, որտեղ մենք ունենք գործընկերներ։ Սա է ողջ իրականությունը, ներեցեք, սա է ողջ իրականությունը եւ քաղաքական հետապնդումների այս ամբողջ ալիքում իհարկե բազմաթիվ քաղբանտարկյալների եւ քաղաքալաչյանների պարագայում սա մեզ չի զարմացնում, բայց զայրացնում է այն տկարամտությամբ, այն լկտիությամբ, այն հաբրգածությամբ, այն անպատժելիությամբ, որով Նիկոլ Փաշինյանը եւ իր կամակատար դարձած իրավապահ համակարգը ափաշկարա բացահայտ կերպով խախտում են բազմաթիվ քաղաքացիների, այդ թվում նաեւ երրորդ նախագահի ֆունդամենտալ հիմնարար իրավունքներ։ Ազնիվ ասեմ ձեզ, փորձում ենք հասկանալ սրա բացի քաղաքական ընդհանուր գնահատականներից սրա կոնկրետ շարժառիթները։ Ամենապարզ շարժառիթը, որ կարող ենք ասել, դա Նիկոլի նոպան է, տենց որպես կանոն նոպաները մարդկանց մոտ բռնում են գարնանը, ովքեր ունեն խնդիրներ, բայց չգիտես ինչու ուշ խորը աշնան նոպա է, օրինակ պատճառներից մեկը։ Մյուս պատճառներից մեկը գուցե այն է, որ նախագահ Սարգսյանը վաղը պատրաստվում է իրականում աննախադեպ երկար, աննախադեպ եւ իր ֆորմատով պոդքասթային եւ իր տևողությամբ ուղիղ եթերի հանրային շփման, գիտեք, Նիկոլի մոտ ավելի լավ է ստացվում այդ բառը արտասանել, ինքնահորինել, այդտեղ հյուր է լինելու Նարեկի եւ Ազգենի մոտ, Սամսոնյան Նարեկի եւ Սաղաթելյան Վազգենի մոտ անտիֆեյք յութուբյան ալիքում վաղը ժամը 10-ից, կարող է դա է պատճառը, որ փորձում է այդպես իր ներվերը լարվածությունը պարպել Նիկոլ Փաշինյանը, այլ հիմնավոր եւ իհարկե այն փաստը, որ Հայաստանում տիրող իրական իրավիճակի մասին արտասահմանում շատ քիչ հավաստի տեղեկություններ կան, իրական տեղեկություններ, ես որպես վերջերս այդ թույլտվությունը երկրից դուրս մեկնելու թույլտվությունը վերականգնած մարդ կարող եմ ձեզ փաստել, որ եւ դուք էլ համոզվեցիք երևի թե Եվրոպական խորհրդարանի վերջին պատգամավորների վերջին այցի ընթացքում այնտեղ շատ վատ են պատկերացնում Հայաստանի տիրող իրավիճակի մասին, իսկ ով էլ պատկերացնում է, գերադասում է լռել, չտենալու, չլսելու, չխոսելու տալ եւ իրենց դնել կներեք երկարականջավոր չոր կոտանիների տեղ։ Բոլոր բարձր եւ բարձրագույն մակարդակներով արտասահմանյան այցերը, հատկապես երրորդ նախագահի մակարդակով հնարավոր այցերը եւ հանդիպումները բնականաբար կհանեին կեղծավոր եվրոչինովնիկներին կոմֆորտ զոնայից, իսկ միամիտ եվրոչինովնիկների աչքերը վստահաբար կբացեին։ Այսինքն այստեղ կարծում ենք, որ միախառնված են եւ քաղաքական եւ անձնական մոտիվները, որոնք պարպվել են Նիկոլ Փաշինյանի ուղեղի գարշելի եւ գորշ նյութում, այսպես ասենք, եւ բերել են հերթական նման խայտառակ որոշմանը, խայտառակ հիմքերով, ինչը ակնհայտ քաղաքական հետապնդումների եւ պետական ռեպրեսիվ ապարատի գործնական կիրառումն է ընդդեմ քաղաքական անդիմախոսների եւ օպոնենտների։ Այսքանն էի ուզում ձեզ հաղորդել, եթե դուք այլ հարցեր ունենաք, խնդրում եմ գրեք, մեծ սիրով կպատասխանեմ, վերջում ուզում եմ եզրափակել, մաղթելով ազատություն բոլոր քաղաքական բանտարկյալներին, որոնք այդ ռեպրեսիվ ապարատի թիրախում են այսօր, զուգահեռ ընթացող Բագրատ Սրբազանի եւ անմեղների դատի հետ կապված, Միքայել Աճապյանին, Սամվել Կարապետյանին, մեր ընկեր Դավիթ Համբարձումյանին, բազմաթիվ այլ քաղաքական հետապնդումների թիրախ հանդիսացող այլ մարդկանց պարագայում ուժ կորով համբերություն այս ամենը մի օր ավարտվելու է, այս գործով կհանդիպենք դատարանում, իսկ Նիկոլը եւ իր սպասավորները վստահաբար կհանդիպեն դժոխքում։ Գուցե ես էլ այնտեղ լինեմ եւ մեկը չեմ մոռանալու ձեր կատարած հանցանքները այս աշխարհում։ Մինչ հանդիպում, հարգելի հայրենակիցներ։